Կենտրոնի ղեկավար Սասուն Սարիբեկյանն է, բարև ձեզ պարոն Սարիբեկյան, շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես, միանգամից սկսենք, ինչ է կատարվում ըստ էության մեր երկրի հետ։ Մենք բոլորս գիտենք, որ օրեր առաջ Վաշինգտոնում համաձայնագիր կնքվեց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որից իշխանությունները ցնծում են, ասում են վերջ, սկիզբ դրվեց երկու երկրների միջև խաղաղության։ Իրականում ինչ նպատակ է այն հետապնդում եւ ինչ հետևանքներ կունենա։ Շնորհակալություն։ Ուրեմն ընդհանրապես այն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետության հետ վերջին ժամանակներս, դա ընդհանուր մակրոտարածաշրջանային գործընթացների գեներացման համատեքստում է, այսինքն դա ընդհանուր մեծ պլանների գլոբալ deep state կոչվող գլոբալ խորքային պետություն կոչվածի մեծ պլանների համատեքստում է։ Ինչ է իրականում դա իրենից ներկայացնում։ Դա իրենից ներկայացնում է հետևյալը, որ գոյություն ունի, այսպես ասած, աշխարհի իրենց էլիտա հռչակած խմբեր, որոնք դրանք կորպորացիաների ղեկավարներ են եւ այսպես կոչված ուրեմն մտավոր էլիտա են իրենց հռչակում, բայց իրականում դրանք հակասվածային ճակերտավոր հոգեվոր էլիտան է եւ իրենք ստեղծել են հայեցակարգ եւ այդ այսինքն մտադրությունների եւ դրանց իրականացման սկզբունքների համակարգ եւ այդ համակարգով իրենք գործում են արդեն վերջին մի քանի դարերի ընթացքում։ Այդ դարերի ընթացքում ստեղծել են տարբեր ծրագրեր, տարբեր պրոցեսներ են գեներացրել աշխարհի մասշտաբով, հատկապես քաղաքակրթության օջախներ հանդիսացող Եվրոպայում, Խորհրդային Միության նաև տարածքում եւ այլը Ռուսաստանում, նաև մենք էլ այդ բոլոր գործընթացների մեջ ենք եղել եւ հիմա այդ գործընթացների ներքո ընթանում են այս պահին Հայաստանի հետ կապված տարածաշրջանային գեոստրատեգիական տրանսֆորմացիոն ծրագրերի իրականացման գեներացիա է ընթանում Հայաստանում նաև եւ այդ հռչակագիրը, որը կա, այդ հռչակագիրը իրենից ներկայացնում է այդ ծրագրերի փաստացի գետնի վրա իրագործման փորձ, այսպես ասենք, ինչ է իրականում կատարվում։ Իրականում կատարվում է հետևյալը, որ աշխարհի մասշտաբով 2001 թվականի սեպտեմբերի 11-ից սկսվել է վերջին 6 փուլանոց շրջանը, 6 ենթափուլանոց շրջանը եւ ուրեմն որը տանում է ընդհանրապես պետությունների լուծարմանը, տանում է ազգերի ընդհանրապես ինքնիշխանության ոչնչացմանը, ինքնատիպության ոչնչացմանը, մարդու բնության ոչնչացմանը եւ հակաստվածային, հակապետական, հակահասարակական, հակամարտկային, հակազգային մի համակարգ է սա, մի ծրագիր է, պետությունների ոչնչացման ծրագիրն է եւ սա երկրորդ ուրեմն այս պահին մենք գտնվում ենք աստորեն այդ 6 ենթափուլանոց շրջանի երկրորդ ենթափուլում, որպեսզի պարզ լինի ձեզ թե ինչ է սպասվում առաջիկայում, 4-րդ ենթափուլի վերջում նախատեսվում է նույնիսկ այնպիսի պետությունների ինքնակամ սահմանադրություններից հրաժարում, ինչպիսիք են եվրոպական պետությունները, Միացյալ Նահանգների պետությունը, Միացյալ Նահանգները, որը ինքը օրինակ կծառայի այդ գործում եւ այլն։ Եվ այս ամբողջ այս process-ի մեջ այս պահին մենք գտնվում ենք երկրորդ ենթափուլի այսպես ասած միջին արևելք բեկման գոտու մակրոտարածաշրջանի ակտերից մեկում նախատեսած մի քանի ակտերի շրջանակներում ենք մենք եւ ինչ է նախատեսված է մեծ միջին արևելք բեկման գոտում ստեղծել մի քաոտիկ իրադրություն, դոմինոյի էֆեկտ փորձելու են տան եւ ինքը գոտին կոչվում է բեկման գոտի, այսինքն բեկող գոտի է տվյալ տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությունը, ուժերի այսպես ասած կարգի փոփոխությունը կարող է բերի ամբողջ ուրեմն մեծ եվրասիական բլոկում եւ ամբողջ աշխարհում ուժերի փոփոխության եւ իրենց ծրագրերի համատեքստում են ուզում այդ ուժերը փոփոխեն այս տարածաշրջանում եւ հիմա Արցախի խնդիրը որ եղավ Արցախի դեպքերը որ կային դրանք զուտ Արցախի դեպքեր չեն եղել դրանք եղել են ընդհանրապես երկրորդ ենթափուլի համար նախատեսված երկրորդ որ նոր ասեցի 6 ենթափուլանոց
մեր տարածաշրջանի համար նախատեսված ակտերից մեկը, բայց այդ ակտը ինքը շարունակականություն ունի, այդ ակտը վերաբերում է նաև Սյունիքի հետ կապված իրենց մտադրություններին, ինչ իրական մտադրություններ ունեն։ Այն, որ հիշում եք երրորդ նախագահը, որ ասաց, ես պարտվել եմ հզոր ուժերի, այդ հզոր ուժերը դրանք ոչ թե Ռուսաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ դրանք դա Global Deep State-ն է, որը հրահանգել է իր ծրագրերի շրջանակներում իշխանության փոխանցումը հաջորդ տվյալ պահին այս իշխանությանը, որպեսզի չակերտավոր, այսպես ասած, լուծում ստանա Արցախի խնդիրը։ Բայց Արցախի խնդրի լուծումը ինքը եղել է մաս, այդ հրահանգը տրվել է ոչ թե Արցախի խնդիրը լուծելու համար, այլ տրվել է այսպես ասած նախապատրաստելու աշխարհաքաղաքական մեծ ճեղքում իրականացնելու համար։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մտադրություն է եղել Արցախի խնդրից հետո, երկրորդը Սյունիքի տարածքով այսպես կոչված, այս որ նշված է այդ հռչակագրի մեջ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, այդպիսի պատրվակներով ստեղծեն հնարավորություն Ռուսաստան, Հայաստան, Իրան որոշակիորեն, հարաբերականորեն էֆեկտիվ գործող, ինչ որ չափով էֆեկտիվ գործող եւ ամբողջ Եվրասիական բլոկում հավասարակշռություն պահող այդ առանցքի դեմ, առանցքի մեջ ստեղծեն ճեղքվածք եւ այդ ճեղքվածքի միջոցով պրովոկացիա իրականացնեն, ընդհանրապես պրովոկացիա իրականացնեն եւ սկսած Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանին աշխարհաքաղաքական նոր հավաքությունների համար հավաքությունները կամ ունեցած հավաքությունները իրականություն դարձնելու պրովոկացիա եւ միջինասիական պետությունների համար, որ նրանք պոկվեն Ռուսաստանից եւ դրանով մեծացնեն իրենց գլխավոր հակառակորդի Ռուսաստանի աշխարհաքաղաքական սալի ջարդման հնարավորությունները։ Այս ամեն ինչը մեծ աշխարհաքաղաքական բլոկների ազդեցության գոտիների վերաձևավորման համար է արվում։ Եվ արվում է նրա համար, որպիսի բաժանելու եւ տիրելու սկզբունքով, ֆրագմենտացնելով, հատվածականացնելով աշխարհաքաղաքական ամբողջ տարածությունը, իրենք հնարավորություն ունենան իրենց այսպես ասած բավական հզոր ազդեցությամբ ռեպրեսիոն գործիքների միջոցով, որոնք կոչվում են գերակա միջոցներ, կոչվում են վերպետական իշխանության կամ գլոբալ խորքային պետության գերակա միջոցներ, այդ միջոցներով իրանք իրանց ծրագրերը իրականացնում են, որպեսզի հնարավորություն ունենան հեշտությամբ դնեն այդ իրականացնեն այդ միջոցները։ Այսինքն հիմա